Հազար 920 թվականն էր, Հայաստանում դաշնակների տիրապետության վերջին տարին։ Մենք, տարբեր տեղերից հավաքված մի խումբ երիտասարդներ, սովից ու կամայականություններից հալածական, հարազատներից, տուն ու տեղից զրկված, մի կերպ գլուխ էինք պահում գնդային նվագախմբում։ Երկիրն ավերվում էր, ժողովուրդը արյունակամ լինում։ Զգում էինք, որ այսպես այլևս անհնարին է, որ այսպես չի կարող երկար շարունակվել։ Եվ ապրում էինք անորոշ հույսերով։ Այդ օրերին բոլորը սպասում էին մի ինչ-որ բարձրաստիճան օտարերկրացու։ Պատրաստվում էր և մեր գունդը։ Մայեստրո։ Պարոն Շտերլինգ, ես ուսով եմ, որ դուք հասկանում եք ինչ է նշանակում նոքսի ժամանումը Հայաստան։ Իմ օրքեստր միշտ փորձի բարոն գնդավետ։ Հայլով, հրշ, կուտերբացր, հետ, հրշ, երգս, հայլով, հրշ, վատքտ ամաննակ։ Երգս, երգ, հրշ, երգս, երգ, հրշ, երգս, երգ, հրշ, կամ, հր, հետ, հրշ, երգ, ինչպես սերի չեսնում, հրացանել, ինչպես սերի չեսնում, իս դու որ կողմն ես նայում, այս կողմը պետք է նայր, այս կողմը, իս դու ինչ ես պարացուցել, իս դու ինչ ես հրացարն բարձացել, ինչ ես ծնու հրացարն, բալվատ նիշասների որ դես հավաք ես սրանց, զգաս, Պարոն կապիտան, Ուսում եմ, ձեր զինվորները արջի նման են կատարում վարժությունները, կապիտան, սապատվո պահակ չայլ խրտվիլակների հավաքածու։ Վաշի սարշինա, սա ինչ նվակ։ Տղաների քեֆը լավ չի, մայեստրո։ Ինչու։ Դենան դեր շորերի պատճառով։ Այսօր էլ գնալու ենք այդ ինչ էր, բոքսին դիմավորելու։ Ոչ թե բոքս, այլ նոքս։ Մեկ է նոքս է թե հոքս է։ Լավ այ շորերով ենք գնալու։ Լավ։ Ես երեք անգամ գնալ ինտենդանտ Մաթևոսյանի մոտ, բայց նա ինձ ասել, եթե մեկ էլ լսեմ ֆորմայի մասին, ձեզ բոլորիդ հաուտ վաղտ։ ոնց թե, նրանք շորեր տակով անեն ու մենք հաուտ վաղտ տստենք, ընչի։ Սովորել են, լավ ասացի չէ տղերք։ Միջև երբ պիտի թալանվի մեր ազգը։ Նո։ Բա մարդիկ չեն ասի, դուք խուժ անեք թե մուզիկան։ Լրել, պատրաստ։
Գնդի շտաբից հրամայեցին հանձնել ձեզ։ Ազատեք։ Այդ դուք Ցոլակ Տարպինյան։ Ճիշտ այդպես։ Այդ ձեզ ուղարկել իմ օրքեստր։ Եթե դուք լավ մուզիկանտ ինչու վրանգել չի բայել ձեզ։ Թույլ տվեք բացատրել, մայեստրո։ Դուք իհարկե գիտեք, որ մեր բանակը պարտվեց։ Բոլշևիկները ձերբակալեցին վաճառական հորս։ Ինձ մնում էր միայն փախչել այստեղ։ Ազատ, Հայաստան։ Պահ։ Թշնամիները Թոնել։ Ինչ հետաքրքիր է իմանալ դուք ինչպիսի մուզիկանտ։ Ես պետք է լսեմ ձեր նվագ։ Գնանք։ Մայեստրո, բայց մեր տղերքի շորերի հաշիվը ինչ։ Վերջ։ Թողեց գնաց։ Ազատ Հայաստան։ Լավ, ես մասխարազավենը չլնեմ, թե դրանց քդիցը չանեմ։ Ինչ կա։ Բան ես մտածել։ Հա, Ջուտո։ Ինչը որ։ տղերք, կապտյորկու բիշ կաչ կա։ Տղերք։ Ես կուպեցը ոնց որ լավ անվագում։ Շատ։ Բայց տեսնես, ինչ պետող է։ Կապրենք կտեսնենք։ Դա լավ է։ Արսեն ջան, բաուրվազի ու մատնի մերոյինը, հա? Ինչ։ Այ։ Ջուտո։ Ո՞վ է այստեղ ստաշինը։ Հրեն։ Դուք եք ստաշինան։ Ասենք թե ես եմ։ Հետո։ Մայեստրոնը ինձ Հետո։ Պարոն Շտերլինգն ինձ ընդունեց նվագախումբ եւ ուղարկեց ձեզ մոտ։ Իմ անունը Ցոլակ Դարպինյան է, ծանոթանանք։ Իմ անունն է ախպերս, որ դու ես Արսեն։ Դմբուզ Արսեն։ Այս կողքիս հաստլիկ տղենն էլ մեր մասխարա զավետ է։ Ծանոթացեք։ Ցոլակ։ Զավեն։ Հալա օրորոցում շվիերացում։ Այ սա էլ մեր պրոֆեսոր Կոլյունն է։ Գլուխոչի ճեմարան է։ Էս էլ մեր տիրացու Կիրակոսն է։ Մուսկամանդում բստած լիմոն, խեղճի հերն ուզում էր տիրացու կարգեր, բայց մուրազը փորում մնա։
Այս ծծած մոմպասն էլ մեր դինջ վարդկեսն է։ Ամա թե հիվանդին կարմիր խնձոր հասցնող տղա է։ Իսկ սրանց տեսնում ես։ Սրանք էլ մեր դամ պահողներն են, ամեն մեկը մի քահլանձի։ Ճուտո։ Մի որևէ բան նվագիր։ Ես։ Նվագիր, մի որևէ բան։ Լավ։ Ճուտո ջան։ Ունդերվունդ։ Ունդերկինդ։ Հաշիվը մեկ է։ Քո նվագն էլ լսեցինք, ախպեր ջան, ապրես։ Երևում է մեզ արժանի մուզիկանտ ես։ Լավ է։ Դե ասա տեսնեմ։ Մեր մուսկամանդի օրենքը գիտես։ Գիտեմ։ Դե լավ։ Պարոն Շտերլինգը բացատրեց։ Դե ասա լսենք։ Դե լինել կարկապա կանոնավոր մասնակցել փորձերին եւ կատարել պետերի ժամանները։ Ճուտո։ Մի ասա տեսնեմ, որն է մուսկամանդի օրենքը։ Ընկերոջ համար հոգի տալ, ընկերոջը դժոխ կլինի։ Հիմա հասկացար։ Հասկացա։ Հա։ Դե որ այդքան ֆահմով մարդ ես, այսօր քեզ ազատություն եմ տալիս, գնա հանգստացիր, էքոս կգաս գործի։ Բայց Գնա։ Գնա, ես գալիս եմ, արևուտ մեռնեմ, ախպեր ջան, տանանանայնինայն։ բայց պարոն Շտերլինգն ինձ ասաց ձեզանից համազգեստ ստանամ եւ կամ անգլիացիներին դիմավորելու։ Ախ համազգեստ։ Աչքիս վրա, հիմա կբերեմ։ Ճուտո։ Վերցրու։ Papyrosi simpatia. Ախպեր ջան։ Բարով մաշես։ Լավ է։ Ջրաղացի քարիտակից հանեցիր։ Դե մեր ունեցած չունեցածն էլ էս է։ Այդ դեպքում պետք չի։ Յա, բավրակով ու ցիլինդրով ես գալու կայրան նոքսին դիմավորես։ Յա, Դարդ մի արա։ Ես իմ համազգեստն ունեմ քաղաքում, կհագնեմ ու կգամ։ Չեղավ ախպեր ջան։ Չեղավ։ Մի հարցրու ստարշի, ներեցեք։ Մի հարցրու ստարշինայի տես թողնում է գնաս քաղաք։ հաբա, Բայց տղեկ, քերուսկինը ծանր հիվանդ է։ Ինչ դժբախտություն։ չհասկացանք, դու մուզիկանտ ես, թե կնգաբժիշկ։ Չեմ թողնում։ Դե որ չես թողնում, ես էլ կբողոքեմ պարոն գնդապետին։ Ճուտո։ Սպասիր։
Այսինքն ուզում ես գնա, բայց այսօրվա օրը ներեցեք, այսօրվա օրը լավ միտդ պահիր։ Առայժմ։ Լավ է։ Բա հիմա ինչ ենք անելու, դմբու ստարշինա ջան։ Ոնց որ մտածել ենք, էնպես էլ կանենք։ Խնդրեմ։ Հարգանքներս։ Բարև։ Պրեմիեր-մինիստրը։ Բարև ձեզ, պարոնակ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, գնդապետ։ Սա ինչ հայտարարություն, այս վիճակով կարելի է գալ կայարան, դուք հայտարարել օրքեստրի անուն, զինվոր, դուք ֆետվեբը, ամոթ, Ախր մայստրո։ գրել, այստեղ հավաքվել օֆիցիալներ, պրեմիեր-մինիստր, մեծ հյուրեր, Այս ինչ է։ Այս ինչ դիմակահանդես եք սարքես սրիկաներ։ Ես ձեզ ցույց կտամ։ Բոլորին կալանատում։ Պարոն գնդապետ։ Պարոն գնդապետ, աղմկելու ժամանակը չէ։ Ուղարկեցեք զգեստների ետևից հետո կպարզենք։ Լսում եմ պարոն մինիստրի տեղակալ։ Երաժիշտներին վերադարձրեք։ Լսում եմ պարոն գնդապետ։ Ներս հանցեք, շուտ։ Ընկանք, տղերք, այստեղից ուղիղ ատյանք կշեն։ Ատյանը արշակ երկրորդ օրոք էր խելոք, հիմա ասում են տրիբունալ։ Ոնց թե, հայմարդ, մի ձեն հանի, բա ինչ ենք անելու, հը? Սիրում եմ քեզ, խավարջում։ Ոնց թե, մենք ստեղ նստենք, նա իրա քեֆին շևաստելով ման գա, լավ է, ձենդ։ Ազատին դու եղից ինձ պահապան, ազատի ինձ ես փորձանքից քեզ էնպես մեծ Տղեր։ որ լավ երկուսը վարեմ, հա։ Աստված, Սուրբ Գաբրիել հեշտակապետ, դու գիտես, որ ես բարեպաշտ մարդ եմ, մեծավորների խուլ, սրանց նման կապը կտրած չեմ, դու ինձ ազատի ես կրակից, բայց Սուրբ Կարապետ, ես կզորությանը մատաղ իրեքը չէ, ճզնել քեզ համար Շտապ դեպի կառամատույց սրիկաներ։ Շտապ։ Շտապ է։ Շարվել։ Կարակ,
Պատրաստվեք։ Ես այսպես աղջում եմ։ Շատություն։ Խնդրեմ։ Պատրաստ։ Այսպես խնդրում եմ ձեզ, պարդոն, տիկնայք, խնդրում եմ ձեզ այսպես, խնդրեմ տիկին այս կողմ, համեցեք, դա անհրաժեշտություն է, խնդրում եմ։ Եմ ողջունելու ձեզ հայոց պատմական հողի վրա։ Մեսսի։ Շատ ուրախ եմ, անչափ ուրախ։ Թույլ տվեք ներկայացնել արտաքին գործոս նախարար։ Անչափ ուրախ։ Ֆինանսների նախարար։ Ուղղակի ցնցված եմ։ Ինչառնական է։ Շարունակ։ Խնդրեմ, անեցեք։ Լեդիներ և ջենտլմեններ, ես եկել եմ հավաստիացնելու ձեզ, որ Անտանտայի տերությունները, ազատ և անկախ Հայաստանը միայնակ չեն թողնի թուրքական վտանգի առաջ։ Միայնակ չեն թողնի նաև բոլշևիկյան վտանգի առաջ։ Բարեկամները հուսով են, որ դուք անողոք կլինեք ազատ Հայաստանի թշնամիների բոլշևիկների նկատմամբ։ Եթե ազատ և անկախ Հայաստանի Հանրապետություն։ Լսի, ոնց որ իսկական օֆիցերի ֆորմալ է, հա։ Լավ է։ Տոլա գեներալի շորել կփոքեն։ Սրանք կարան առանց մեզ յոլա գնա, որ։ Չեդակրքիր դիմակահանդես էր այսօր կայարանում։ Ես այդ ամպիտաններին բանկետից հետո պետք է կալանատուն ուղարկեմ։ Մինչդեռ իսկական կողմ։ Maestro, խնդրում եմ վակել Շամիլիա ոտքա։ Շամիլիա ոտքա։ Ոչ մի շամիլի։ Ջան Հենքեն, կարգոն բդի խաղա։ Ջան Ջումրվա տրենգի։ Բարոն Այք, խնդրում եմ հեռանալ այստեղից։ Տրենգի։ Անուշես, Ջումրվա տրենգի։ Պարոն Նոքս, նրանք վիճարկում են ձեր պատվին պարելու առաջնությունը։ Ձեզ հետ խոսում է ռազմական մինիստրի տեղակալը։ Թքած։ Հարամզադակ։ Տրենգի։ Դող, ջեզի չսին Ջումրվա տրենգի փշիամ։ Թողեք, ես կատարեմ միայն զինվորական հրաման։ Դու գերմանու աղվեստիմ խոսքը գետնովը կուտաս, հա։ Ես հավստիացի, դուք իրավունք չունեք։ Էսի կտեսնես, այ քեզ իրավունք։ Տրենգի։
սուրին տղեր, հա։ Դու լավ բրձաս ջուդո ջան։ Բանկետից հետո կալանատուն տարան։ Կալանատուն, ոնց թե։ Այդ թուղ թափողներին չկարողացան տղերքին բռնեցի։ Հա բա։ Ձերքդ քեզ քաշիր։ Ես երեխա չեմ, գիտես։ Տղերքային ճղված չորերը հական, իսկ դու հələ թող դուրս գան հետո կխոսենք։ Գիշերը նոքս ֆադվի բանկետ էր։ Բոլորս այնտեղ էին, կակիկի չկար։ Տղերքին բանկետից հետո տարան։ Շորերի պատճառով էր։ Հետո մենք Այդ ամբողջ կնդի պայոկը մենակ ես ծխելու։ չլինի տղաների համար ես հավաքել։ Ջուդո ջան։ Բայց այդ ոնց ես հանձնելու։ Արդաշ ես։ Գուցե դու կօգնես։ Փորձեմ։ Ջուդո, արի մի վազիր գտիր գրագիր Վարդանին։ Ասա թող կա էստեղ։ Հա։ Հա։ Թրի։ Դե։ Գնաց։ Ուրեմն գիշերը դեպոյից դուք ուղեկցես Տիգրան։ Խափեցին։ Այլ տղա կորի հավ բախտի մոտից փեճակը կրակ և շանսատ ատքնեմ հա։ Կագիկ։ Էդ ինչ ես սուլում։ Դուրս եկեք։ Արագ, շանսվեք, շանսվեք։ Առաջ շասկի տղաչաններ, ես դες չգիտամ։ Շանսվեք։ Hayda! Դե ճղեք, էլը տենց գալատ չանեք։ Հակեր ջան։ Այ վիդեո։
ջան։ Վայ, Ասթանա ջան, վայ բալա ջան, վայ բալա ջան։ Քեր Գևորգ, ինչ խաբարա։ Էլ մի ասեք տղերք ջան, սաղ գեղերը կանդեցին, բերին էստեղ, ասին թե թուրքի դեմ կռիվա։ Ամեն բան տեղն էր, մենակ պատերազմներ պակաս։ Կարծես քիչ արյուն թափեցին։ Գլուխս կգտրեմ, թե նոքսի մատը խառճի։ Դե լավ, գնացինք տղերք։ Գնանք։ Դե լավ։ Պրոֆեսոր, բամերես ազգի վիճակը ինչ է լինելու, հենց այսպես պիտի չնջվենք ու կորչենք։ Ազգը չգիտեմ, բայց կուպեցները ու նրանց որդիները չեն կորչի։ Նրանց ճանը միշտ էլ ալչու է կանգնում։ Մայեստրո, զգաստ։ Թոնել։ Թոնել։ Դուք հանգարք ժուլիկ։ Ձեր պատճառով ես, Յոհանը Շտերլինգ, կստանամ տնային բանտ։ Այս բոլորի պատճառը դու ֆետվեպել, քեզ հարկավոր է գախել։ Ափսոս օրկեստր ու շպասիչ չունի։ Եթե մեկ էլ անգարկություն, ես քեզ հանել և նշանագել այս կարգին զոլդատ։ Դուք կարող եք գնալ քաղաք, երբ ուզեք։ Այժմ լվացվել, սապրվել անգստանալ։ Երեկոյան բանկետ Մստր Նոքսի համար։ Վերստայն։ Վերստայն։ Աղբեր ջան, մի հարց տամ, չես նեղանա։ Ասա։ Դուք քանի մոր կաթես կերել։ Որ ասեմ 4-ը կհավատաս։ Ձեռը առնում այ։ Օղորմացիկ պապս կասեր, շողոքորդ գառը 7 մոր կաթ կուտի։ Ուրեմն, այդպես, հա։ Մեծավորների աչքի լույսն ես։ Եվ երբ ուզես կարող ես գնալ քաղաք, հա։ Դե հիմա գնա քաղաք։ Գնա։ Լսում եմ, պարոն ավակ։ Բացեք դրեք։ Գործներիդ կացեք։ Դրա հաշիվը ես պիտի տեսնեմ։ Մենակ, Ջուտո ջան, մենակ դու վկա եղիր, որ տեսնես, որ ամեն ինչ նամուսով կանեմ, տղամարդու պես, հա։ Չէ, Արսեն ջան, այդպես բան չանես, Արսեն ջան։ Համել տղերք նա արդեն մեծավորների աչքն է մտել։ Դրա համար եմ ասում, է։ Ախ, տղերք։ Այնպես ջարդեմ ես այդ լպստացին, որ այն ոնց էր, որ Մոզին պապի Եմ մոզու Հարևանի մոզուն պապի ասում։ Ջուտո։ Տղերք, գնանք տեսեք ոնց է ջարդել։ Թողակ, սպասիր, աղբեր ջան։ Լաություն պիտի անեմ։ Էդ աննամուսները ուզում են քեզ ծեծել։ Բա։ Ծխիր։ Հա։ Ապրես։
Ջուտո, այստեղ էլ կդմփեմ։ Կաց։ Կաց։ Միտես քանի ֆունտ կքաշի։ Երևի 3 ֆունտ, իսկ ինչ կա որ։ Իսկ ներեցեք, քանի հատ էսպես դմբուզ է պետք, որ բմբուլները դոթը ցնդեն։ Թե որ կպավ, մեկն էլ հերիք է։ Թե կպավ։ Հələ մի արի։ Ջուտո։ Գնա։ Ինչ ասիր, թե կպավ։ Դե արկես։ Կարմիր տղեկ։ Լսիր, էդ ինչով խփեցիր։ Ձերքով։ Հա? Էդ ձերքի խփած չէր։ Դա կոչվում է օպերկոտ, ցախից։ Օպերկոտ։ Խորը շունչ քաշի։ Կանցնի։ Բայն շորերի հաշիվը հիշում ես։ Դա էլ տղամարդկություն էր։ Ասա է։ Ձեր արածի մեջ էլ տղամարդկություն չեմ տեսնում։ Էդոյին ներով դարդին դարման չես անի։ Դարդին դարման։ Էդոմ դարդին է դարման պետք։ Հա? Ով գիտի։ Ծխաղոտ չկա։ Ունեմ։ Առաջ որ ուզեիր, չէի տա։ Ջուտոյի ուղարկածներից է։ Իմ ուղարկածներից։ Ոնց թե։ Ես բան չեմ ուղարկել։ Ոնց թե։ Միտը թե։ Մտքիցս դուրս չի գալիս տղեկ։ Ջուտոն է հորինել։ Ունդերվունդ։ Դե տղերք, ես ուշացա։ Էլի քերակնգանդ մոտ։ Հետո կգամ բանկետի։ Յա, դիչ, բռնի։ Սպասի։ Հասեք դրա։ Երով։ Հասեք, գրացի։ Հասեք։ Կացան ուշիկս խորբանը տեղնին, թող մեր հատ թաքնիմ։ Թող սրիկա, աննաս։ Օպերկոտ։ Ո՞նց է ծլաճը։ Հա, էսկոմ, այս դարբաս, մտեք։ Դրեք, պախարոն է։ Ես ինչ եղավ մեզ աղբեր, հաղթուկ խմբողի ես Խարով զարգին։ Մտեք, մեր տունն է։ Ներս եկեք։ Դմբուզ։ Երաշտախմբից են։ Ահա։ Մեր ստարշինան է, ծանոթացի։ Արսեն։ Անահիտ։ Դմբուզի ուժն էլ հոտեսար։ Սա մեր վունդերկինն է, Գագիկը, ծանոթացի Գագիկ։ Ես ձեզանից անչափ շնորհակալ եմ տղաներ։ Ոյ դու սաղել ես քուրջան, թե որ մի բան պատահի, իմացտուր կհասնենք։ Գնացի։ Մենակ զգուշ։ Կայարանի աղջիկներ։ Տեսնում ես կուպեցի տեղին։ Չէ, ջուտո ջան,
Այստեղ ուրիշ հաշիվ կա։ Արի։ Այդ նույնը երկրորդ անգամ։ Ճիշտ է շուտո։ Ճիշտ է։ Ուշադիր։ Ուշադիր։ Պատրաստ։ Ի Մայստրոն։ Ինչ կդարվի այստեղ։ Այս ինչ նվակ։ Մեր ճուտոյի հորինած մարշն է մայստրոն։ Տես։ Ճուտիկ։ Նա արդեն կոմպոզիտոր։ Շտրաուս, ճուտո Շտրաուս։ Բրավո, բրավո, բրավո։ Փորձել մեկ անգամ։ Բրավո, բրավո, դուք շատ լավ մուզիկանտ։ Իսկ ինչ անուն դալ այս մարշ։ Փրկության մարշ։ Ազատության մարշ։ Նայն, գիտեք ուրիշ անուն, դա պոլիտիկա։ Ճուտիկ դառնալ իսկական կոմպոզիտոր։ Վերցրու, ես կոնը։ Ես էլ կուպայը, վերցրու։ Ես ումներ, ես կեզ վերցրու։ Դինչ, բրնի։ Մեղաստու, էդ ինչ ես անվում։ Ուզում եմ սկեմ մեջը հաշվեմ, քանի հատ լոբիկա։ Դեր, ես ճուտոն ինչ եղավ։ Սոլակ, վերցրու։ Տես է։ Իսկ ես իշքան եմ փնտրել։ Հիմի բամփեմ գլխիդ։ Դե լավ, գնահաց քեզ։ Դրես գնալու, Սոլակ ջան։ Կաչկա, սիրուն աչքերի հաշիվ կա։ Ճիշտ Սոլակ։ Կուզես գանք պատուհանի տակ մի լավ սերենադ երգենք, հե։ Աչքերի մեջ մի գաղթագող կույս օրյոր, կույս օրյոր, մունքը կամարին կախումար մի օրյոր, Ասել, աղջկա անուն Անահիտ է։ Վայ կուտերիս տղա, ամեն ինչ ջրերես ելա։ Էդ ինչ Անահիտ է Սոլակ ջան։ Ես ինչ գործի ես։ Ոչինչ։ Խառը ժամանակներ են։ Լսիր Սոլակ։
Դու ինձ հետ մարդավարի խոսելու ես, թե չէ։ Հետո կխոսենք։ Լսի, դմբուզ, տեսես դանդալոշ տիրացուն ինչ ակտել։ Երկրում, չէ, ընկերներ, բանվորներ, գյուղացիներ, զինվորներ։ Երկրում մոլեգնում է դաշնակների տերտերը, տերորը, չէ, հա, տերորը ու մաուզերիստների Ջուդո։ Սակայն հայ ժողովուրդը չի դադարեցրել իր պայքարը։ հերետիկոսների գործ է։ Նա դեռ ոտքի կելնի և նորից բարձրացնելով մայիսյան ապստամբության կարմիր դրոշը, վերջ կդնի թե այս խայտառակ պատերազմին և թե դաշնակցական բռնակալությանը։ Երևանի բոլշևիկյան կազմակերպության կոմիտե։ Զորավոր թուղթ է։ Երևում է բոլշևիկի գրած է։ Այդքան էլ խոշտ։ Ցոլակ, դու ինչ կասես։ Ես։ Մայստրոն ճիշտ է ասում, մուզիկան չզբաղվել պոլիտիկա։ Էնպես որ եկեք ես թուղթը տանք Կիրագոսին ու ասենք. Առ ախպեր ջան, շարդ մեզնից հեռու։ Մենք բոլշևիկ, մենշևիկի հետ գործ չունենք։ Ուր տանեն։ Տար հանձն հերթապային ու ասա թե որտեղից ես գտել։ Գնա ախպեր ջան, գնա Կիրագոս ջան, գնա։ Տար։ Ուր տանեն։ Էդ մեկը ապրես, հետո։ Կարծում ես գլխի չենք հնգնում էլի։ Կուպեցի տղա, Վրանգելի մոտի։ հիվատ քերակին։ Չլավացա։ Հա, թե բան է հանկարծ մեռավ, գանք պախարոնին վագենք, հմ։ Պախարոնի, չէ, հենց որ առողջացավ, մի ուրախ քայլերք պիտի նվագենք։ Հա։ Պապերոս բեր։ Երկու հատ։ Միատել։ Ինչ ես թալակ ընգած արջի նման ֆրֆռում, ձեն հանի բան հասկանանք է։ Ախրեն օպերկոտը շատ ուշացավ է։ Դարդմյանի, են տեսակ տղեն սատանն էլ կխապի։ Կես տես։ Տղերք, ասում են նշանավոր բոլշևիկ է փախել, հրեն փողոցում փնտրում են, գտնողին մեծ գումար են խոստացել։ Ինչ։ Մեծ գումար, վայ, հիմա… Տո բա այդ տիրացուի մոտ ասելու բան էր, հա? Սպասեք տղերք, խոսելու ժամանակ չի, հիմա դուք պետք է ինձ մի բանում օգնեք։ Վայ, ասա Ցոլակ ջան, ասա։ Հիմա… Ես մուզիկանտ եմ։ Ես
Քերակին դա։ Ազատություն, հաց ու խաղաղություն է պետք աշխատավոր մարդուն։ Դրա համար է ժողովուրդներին ոտքի հանել Լենինը։ Լենինը։ Այս։ Ահա։ Լավ, հա։ Ես ու իմ Աստված շատ լավ էլ սազում է։ Երևում է մեզ արժանի մուզիկանտ ես։ Դե իմը ասա, մեր մուսկամանդի օրենքը գիտես։ Գիտեմ։ Դե ասա։ Ընկերոջ համար հոգի տալ, ընկերոջը դժոխ կելնինի գնալ։ Ոնց թե։ Չոլակը։ Ես գլխարն էլ ար։ Մտքովս չեր անցել, թե երբևէ դաշնակցական բանակի համազգեստ կհակնեմ։ Հակի, են ապուրն էլ կուտես, նոր մեր հալը կհասկանաս։ Մասխարա։ Տղերք, լուսանում է։ Բալիս ջուդո։ Տղերքը գրով են անցել։ Էդի չես այդպես նայում։ Ոնց ես գույնդ գցել։ Գույնս գցել եմ։ Երեսդ ոնց որ կավիճ։ Ինչ ես ասում այդ աղա։ Հը? Դինչ, այդ ինչ։ Ինչ։ Դինչ։ Դինչ։ Հալամի։ Դինչ, հալամի ինձ նայիր։ Նայեցի հետո։ Ինչ հալի եմ։ Մեր քութիգի հալին։ Հը? Այ տղա, երազումդ գելու արամիոչ ես տեսել։ Ինչ է որ, սպրտնած է։ Սիպտակ ղուշը կեզ օրինակ։ Տեսար, բավուր ասում եմ։ Հը? Այ մարդ թողեք քնենք էլի։ Զավեն։ Ինչ է։ Զավեն։ Յա! Ինչ կենթանի ասես հանդիպել եմ, բայց սպիտակ սատանա չեմ տեսել։ Կիրակոս, այդ տղա հո դու հիվանդ չես։ Վայ, Էդ ինչ ապա։ աման, հասեք, տղա ջան, ջուր։ Վայ, շուտ արեք, ապա։ վայ, հասեք, տղա ջան։ Արգավի ջան, ջուրնա։ Գնում է, ձեռից գնում է։ Վայ, Չոպ լավա, ոչ տղա ջան, մի խառնվեք, հանգիստ, որ մի հատ եզան լեզունն է լավ կլներ, հա, տվեք, դեկալեք, պարգասեք, հոպ, լավա, հոպ, պարգասեք, հաչը պաչի, վայ, տղա ջան, լավա, տղեր ջան, մեր հալալ ընկերը, մեր ձեռից գնում է, ուր, գրողի ծոցը,
Ջուտո։ Իսկույն վազի ֆելշերը հետևից։ Ջուտ։ Ոդների տակը խտուտ տվեք անց։ Ոդների տակը այդ է։ Դուք ձեր քեֆին խրմփացնում եք։ Համա ես ամբողջ գիշեր վախ աչք չեմ գցել։ Վայ ես ինչ օրնանք։ Ասուգրակը որտեղից է։ Աման։ Պրոֆեսոր։ Այ մի կտոր սևաց ուզեց մեր ընկերը չկարողացանք տալես ինչ կրակ էր որ է։ Աման Չիրագոս։ Տնաշե աղբերես գագիկը չուշացավ է ախր։ Վերջերն ասաց, թե սատլ ջան է։ Ոտու գլուղ լավ փաթաթեք, թող քրտնի միջև գամ։ Սատլ ջան։ Սատլ ջան։ Տրոլ ջան, ես ինչ ա պատահել։ Արսեն ջան, Սաթալ ջան։ Վայ։ Արսեն ջան։ Չէ, բան չկա։ Դե դղերք ինչքան շոր կա բերեք, այնպես քրտնացնենք, որ մեկ էլ լավանա։ Շորերը, շուտ, շորերը։ Բայ, բերեք, շուտ արեք, գերո չհասրեք։ Շուտ արեք, դուր, լավա։ Այս դու շատ։ Մեկ։ Պատրաստ եք։ Ոչ։ Լավանաց, ոչինչ։ Դուրս եկան։ Դեդի Գրանջան, ես կնասի, ուրեմն կսպասենք այգու մոտ։ Լավ։ Ոնց է մեր հիվանդը, լավ է։ Ոչ, Կիրակո ջան, ոչինչ, աղբե ջան, ոչ, ես ակլավանա։ Գլայա։ Ոչ, դու մենակ քրտնի, որ մերն ես էլ վնաս չունի։ Մայստրո։ Ստարշինա։ Լսում եմ, մայստրո։ Բոլորն այստեղ։ Բոլորը, մայստրո։ Հələ մի բան էլ ավել։ No։ Դրե։ Բարև դմբուս։ Բարլուս Սորոջան։ Բարլուս տղերք։ Տղերք։ Իջևանի կողմից ուրախ լուրեր։ Տաշնակները գլուխները կորցրել են։ Շուտով մերոնք կսկսեն։ Բա մենք ինչ ենք բարավ նստել։ Մեզ համար էլ գործ կա։
Բերկոտ։ Հայոց կաջորդիներ, անտանտայի կառավարություններն ամեն ինչ անում են անարգ թշնամուն հաղթելու համար։ Հիմա այս բարեգութ տիկնայք ձեզ նվերներ եւ անտանտայի ուղերձները կբաժանեն։ Կարդացեք եւ լավ ըմբռնեք ձեր պարտքը հայրենիքի եւ հայ ժողովրդի առաջ։ Հայաստանի Հանրապետությունը անչափ շնորհակալ է ձեզանից, պարոն Մաքս։ Անտանտան կգնահատի այդ։ Պարոն գնդապետ, տեսեք թե ինչեր են գրված անտանտայի ուղերձներում։ Համարձակվում եմ զեկուցել, պարոն գնդապետ։ Ընկեր զինվորներ, դաշնակ բախտախնդիրները եւ նրան օտար երկրյա տերերը մեր երկիրը հասցրին կործանման եզրին։ Գագիկ։ Գագիկ։ Սպասի, բան պիտի ասեմ, Գագիկ ջան։ Գագիկ։ Էդ ինչի եք բոլորդ ինձանից ուշ տնում։ Ախր ես ես ինչ վնասեմ։ Զորոնակ ցոլակին։ Ասում էի թե տղերք ուզում են քեզ ծեծել, վերջն էլի ես վատամարդ դուրս եկա։ Ասում էի պատվական մարդ է, աստվածավաղ։ Աստվածավաղ։ Բա ոնց։ Չէ, մեզպես մի չգնացինք ցոլակի հիվանդ քերեկնոջ մոտ տեղն իմանայի, հենց հիմա էլ կգնայի։ Գիտես դու նե։ Չէ, ջուդո ջան, չգիտեմ ասացի։ Գագիկ, բղեր, Գագիկ, տիրացուն կպել է թե որտեղ է ապրում ցոլակի քերեկինը։ Ինչ գարի ջան, Արսեն ջան, ես ասում էի ախր հանգար ցոլակի քերեկինը։ Լսիր, Կիրակոս, արի Ինչ ես զում։ Ասում էի անդկնիկա աստվածչանի վաղ մյուս հոգին տա։ Հոգին տա։ Դե չոքիր ես ռոպեիս։ Շոտ։ Դու տիրացու ես, չէ։ Հա։ Տիրացու ես։ Քո ձենը Աստծուն իմիջ շուտ կհասնի, չէ։ Հիմա ինչ որ ասեմ, հետս արի։ Գնացինք։ Հայր մեր դու եղիցի մեզ ապավեն։ Հայր մեր դու եղիցի մեզ ապավեն։ Էնպես հարավոր ցոլակի քերակինը շուտ լավանա։ Էնպես հարավոր ցոլակի քե։ Շուտ լավանա։ Եվ մենք էլ նրա առաջից ընկած։ Եվ մենք էլ նրա առաջից ընկած։ Մարշացելով գնանք։ Մարշացելով գնանք։ Ամեն։ Դե հիմա չքվիր աչքիցս։ Գնա։ Դրուպայ։ Ջուտո։ Սիր։ Ոբերանից այդ խոսք չդրծրիր։ Երեխա ես։ Չէ, դե ով գիտե։ Ոչինչ։
Կացեք, պարոն փոխգնդապետ։ Շտապից։ Բագրատուն շտապ։ Վերջացնել, պարոնայք սպաներ, հենց նոր ստացա գնդավետ Բագրատունու հրամանը։ Վաղ առավոտյան կազմ ու պատրաստ, բոլորը լինեն զորանոցում։ Խնդրում եմ ավարտել խնջույքը։ Գնդավետ Բագրատունին շուտով կժամանի։ Մինչև վաղը, պարոնայք սպաներ։ Ստեսյուն։ Ստեսյուն։ Պարոնայք, մեր ազգայլևս թրգված է։ Մուզիկա, վերջին վայց։ Մինիստրները արել են հանրապետության փողերը և փախել են, հայդե, Փարիզ, Փարիզ։ Դեպոյի և գործարանների ընկերները պատրաստ են ելույթի։ Դե Ցոլակ ջան, ինքդ գիտես, թե որքան կարևոր է քո խնդիրը։ Դու այդպես էլ հայտնիր գնդի ընկերներին։ Ամեն գնով պետք է խափանել դաշնակների վերջին ավանտյուրան։ Գունդը պետք է անցնի մեզ օգնության եկող կարմիր բանակի կողմը։ Ապետյան։ Վերցեք։ Արուստամյան։ Վերցեք։ Դե Ցոլակ ջան, հաջողություն քեզ։ Սաֆարյան։ Ստացիր։ Մագորչյան։ Ստացիր։ Գնում եմ։ Գնաս բարով Ցոլակ։ Գագիկյան։ Ստացիր։ Գագիկ։ Սիմոնով։ Օջայ։ Կարակոզը։ Օջայ։ Սաֆարյան այստեղ ես։ Որտեղ է Ցոլակ Տարփինյանը։ Ով գիտե։ Ճիշտ ասած, ոնց որ նրան մեր գլխին խազեին են բերել։ Նա չքացավ։ Հեր գնդապետ, Տարփինյան ունի հիվանդ քերեգին, նա երևի այնտեղ գնացել։ Այդպես։ Այդպես աղավնյակներս։ Ուրեմն ձեզ համար քիչ էր, որ դուք տակուկ տեղումն էիք, բանկետներում և ռեստորաններում գլուխ էիք պահում, հիմա էլ որոշել եք քաղաքականությամբ զբաղվել։ Բոլշևիկ եք գրվել, այո։ Մենք բոլշևիկ չենք։ Այդպես։ Դուք կարծեմ նախկինում ուսանող եք եղել, այնպես չեմ։ Այո, պարոն գնդապետ։ Որպես կրթված երիտասարդ դուք կարող եք նկատել, թե ում հետ էր կապ պահպանում այդ Ցոլակ Տարփինյանը։ Ինչ հայացքների տերեր նա։ Պարոն գնդապետ, այդ Տարփինյանը շատ էր բարձենում, որ վաճառականի տղա է։ Ծառայել է Վրանգելի բանակում եւ իրեն մեզնից հեռու էր պահում։ Ախար, պարոն պոլկովնիկ, դու ճիշտ ես ասում է։ Մենք մեզ համար այստեղ քեֆ ենք քաշում, ինչ օգուտ ունենք այդ խառնակիչների հետ միանալու, չէ։
Դուք ինչ կասեք։ Ես։ Այո դուք։ Ախր, պարոն Պալկովնիկ, որ ես իմանամ, թե դուք ինչ եք ուզում, որ ասեմ, կասեմ։ Բա որ չեմ իմանում, թե ինչ եք ուզում, որ ասեմ, ինչ ասեմ։ Ինչ եք ապուշ ձևանում, ես ձեր դատաստանը հետո կտեսնեմ, սրիկաներ։ Բայց նրանք ճիշտ ասել, պարոն գնդապետ, իմ օրկեստր բոլշևիկ չկա։ Ճիշտ է, նրանք մի քիչ օյնբաս, բայց պոլիտիկան իղտ։ Ոնց են իղտ, մայստրո, բան չի տղերքը դուրս թրան ռեստորանից երբ լսեցին գնդի գնալու մասին, բան չսվալակ է ինձ խպեց, երբ ես էլ նրա հետևից դուրս եկա, բայ են թրուցիկները, էտ էլ նիղտ, հը? Այս տիրացուն ամպետ մուզիկանտ, նրան օրկեստր ոչ ոք չսիր է, և նա հիմա սուտ ասել, ես սարմանում։ Իսկ ինձ զարմացնում է այն, որ դուք մինչև հիմա չգիտեք, թե ինչով են զբաղված ձեր երաժիշտները։ Դուք օգնում եք Հայաստանը կործանող խառնագիչներին։ Այդ ես օգնեմ։ Ես ազնիվ մուզիկանտ, այդ դուք կործանել Արմենիա, դուք չկարողանալ հաստատել կարգ ու կանոն, դուք թողնել որ լինի սով, էպիդեմիա, մաուզերից հայրոց։ Անպատկար, դուրս այստեղից։ Կալանատուն, լսում եմ, պարոն գնդապետ։ Ես ձեզ տալիս եմ մեկ ժամ ժամանակ, կամ կասեք, որտեղ է Սոլակ Տարփինյանը, կամ սա կլինի ձեր վերջին գիշերը։ Դե Գագիկի ջան, ամուր մնացեք։ Սա դաշնակների վերջին գիշերն է։ Թրիշ տղաների մոտ Արսենին պատմիր, ուր գնացի։ Շուտով կարմիր բանակ կկա օգնության։ Մնաս բարով։ Այսպիսի բաներ։ Ախ, Կիրակոս, թե մի ձեռս կընկնես։ Դե ինչ ասեմ, տղերք, լավ մտածեք, մահը հանակ մասխարություն չի, գնացեք հայտնեք, որտեղ է Սոլակ Տարփինյանը, ովքեր են բոլշևիկները, և գլուխներդ կպրծացնեք, չմոռանաք իմ անունն էլ տալ։ Ինչ կասես, Զավեն։ Վազնարի գլխիցս։ Դինչ։ Լսիր, չեմ նայի, որ դմբուզ Արսենն ես գիտես, ընենց կտամ
Maestro! Դուք ինչու սպառվել պոլիտիկա։ Ձեր ինչ գործ։ Այ դու էր մայեստրո, հո չդիմացար, այն տեսակ խոսքեր ասեցիր պալկովնիկին։ Ու ես տեսնել, որ հայ ժողովուրդ աշխատասեր, լավ մուզիկանտ, իսկ դաշնակ կառավարել վատ։ Հենց հետ է էլի մայեստրո, բայց ինչի համար ես դուրը տնփոցը։ Դու մուսկաման դիճուտոն չես։ Քերել ինձ մոռացար։ Ճուտո ջան, ձեր տղերքին բոլորին էլ բռնել են։ Ոստե։ Խուզարկել են։ Հալները լավ չի։ Որոշեցիք ձեր անելիքը։ Խոսելու եք թե ոչ։ Կստանաք ձեր ուզածը։ Պարոն գնդապետ, գունդ անցավ բոլշևիկների կողմը, կառավարությունը փախչում է։ Բացվում էր լուսավոր առավոտը Հայաստանի վրա, և մենք ծնծությամբ գնում էինք ընթառաջ, նվիրելով նրան մեր սրտի ձայներից, մեր բաղցանքներից հյուսած փրկության քայլերքը։